Դեպքի հետ կապված նախարարությունը հայտարարություն տարածեց, որ մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի որոշակի տեղեկատվություն ստանանք, որտեղ ահազանգեր էինք ստանում, որ հատուկ գործողության ժամանակ երեխաների իրավունքների եւ լավագույն շահի տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել։ Հիմա սպասում ենք իրավապահների արձագանքին, որպեսզի հասկանանք ամբողջական տեղեկատվությունը եւ դրանից ելնելով նաեւ ես իհարկե խոսել եմ իրավապահ մարմինների իմ գործընկերների հետ եւ առաջարկել եմ, որպեսզի միասին հասկանանք ընթացակարգերի տեսանկյունից եւ մեր անհրաժեշտ աջակցությունը խորհրդատվություն էլ տանք, թե երեխաների ներկայությամբ ինչպես պետք է իրականացվեն որոշ գործողություններ, որպեսզի դրանք նաեւ իհարկե մենք բոլորս հասկանում ենք, որ առաջին հերթին այստեղ իրավապահ մարմինները պետք է կարողանան գործել, որտեղ այն մեղադրանքը, որը առաջադրվում է, չափազանց լուրջ է եւ մենք պետք է նաեւ ինքներս ամեն կերպ աջակցենք, որպեսզի մեր դպրոցներում բոլոր նման խնդիրները բացահայտվեն ու ինքներս էլ հասկանում ենք, որ իրականում մարդիկ գրեթե չեն խոսում նման խնդիրներից, երբեմն խոսում են, բայց մնում են չլսված եւ հետեւաբար որպես կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս, որ մեր դպրոցներում նմանատիպ բոլոր իրավիճակները առաջին հերթին կանխարգելվեն, բայց եթե դրանք կան, ապա բացահայտվեն եւ միջև վերջ այդ իմաստով օրենքի տեսանկյունից անհրաժեշտ քայլերը արվեն, բայց սա չի նշանակում, որ երեխաների միջավայրում չպետք է հաշվի առնենք ինչպես է պետք կազմակերպել օրինակ անհրաժեշտ որևէ գործողություն։ Տնօրենը օրինակ ազգային ժողովում լսումների ժամանակ ասեց այնպես չէ, համացանցի տեղեկությունները ճիշտ են, որ դիմակավորված են եղել երեխաները միգումնավոր ահաբեկել են երեխաներին։ Դե նաև մեզ գրավոր կպատասխանեն, դրանից հետո մենք ամբողջական պատկեր կունենանք եւ կկարողանանք շարունակել այս խոսակցությունը։